Հյուրերի մասին հաճախ մոռանում է, քանի որ համոզել լավ է կարողանում։ Ամիսը 2-3 անգամ ազատ սենյակները զբաղված են։ Մի ֆրանսիացու էլ է կարողացել բերել Ղարաբաղ, գրավելով Շուշիի նկարներով, պատմություններով։ Firstly, it's very interesting in cultural things and a beauty of nature. Ահա գրոհում է Շուշիի վարչակազմը, հրշեջ ծառայության պետին շրջանցում են, Ղարաբաղ տելեկոմի տնօրենը մի քիչ հոգնած է։ Շաբաթը 1 դպրոցի դահլիճում սպորտային իրադարձություն է, երիտասարդները մրցում են ավագների հետ։ Ում եք բալետանում երկու թմերից։ Իհարկե, մեծերի։ Ինչու՞։ Տարիքով։ Մեծեր է։ Դուք ում եք բալետանում։ Երեխաների։ Երկուսի։ Շուշիի կառավարությունը դեմ երիտասարդների խաղն ավարտված է 3-0 հօգուտ երիտասարդների։ Շուշեցի երիտասարդներն առայժմ իրենք են ստեղծում իրենց առօրյան, ժամանցը դարձնելով հագեցած ու հետաքրքիր։ Տաթև ուսումը շարունակելու է Երևանում, բայց խոստանում է ավարտելուց հետո անպայման վերադառնալ Շուշի։ Դեռահասն իր ապագան այստեղ է տեսնում, ուշադիր հետևում է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, մարտական է տրամադրված։ Խաղաղություն, բայց եթե հարկ լինի, որ պատերազմի միջոցով, ասենք, Ղարաբաղը մերը լինի, ես պատրաստ եմ։ Նրանք երիտասարդ են, նրանց ավյունը անսպար, հնարավորությունները քիչ են, բայց երազանքներն են շատ։ Այս աշխարհում կա փոքրիկ մի աշխարհ, շատ մեծ աշխարհն է մեզ համար։ Կուզես Ղարաբաղը ներկայացնես Եվրատեսիլում։ Անպայման։ Կուզեմ իհարկե կուզեմ, բայց դրա համար շատ բան է պետք, շատ աշխատանք է պետք։ Խորովածով, բանով, կարքինից պատրաստվում ենք, հատուկ իջնում ենք։ Շուշիի երիտասարդներն իրենց առօրյան չեն պատկերացնում առանց քաղաքի հայտնի վայրի, այսպես կոչված Զոնտիկի, որտեղ միշտ անձրևում է։ Զոնտիկ հասնելու համար մեր նկարանող խումբը ստիպված եղավ Շուշիի երիտասարդների ամենօրյա ճանապարհը կտրել անցնել։ Ներքևում կամուրջ կա, այս կամուրջով հեսա կտեսնենք որ իջնենք, այդպես բարձրանում ենք այս ճանապարհով կածանա Արահետով, այսպես բարձրանում ենք Շուշի։ Երիտասարդները Շուշիի բնության առեղծվածի ու գեղեցկության մասին հպարտորեն են խոսում։ Զոնտիկ տանող ճանապարհը հաճելի ու միևնույն ժամանակ դաժան անակնկալներ է մատուցում։ Պատմել են մեր մեծերը, որ ժամանակի կամուրջի մի մասը գետի վարարության պատճառով քշել տարել էր, հետագայում վերականգնել են, վերանորոգել են ու մարդիկ ազատ անցնում են անվտանգ։ Հոնոտի կիրճի այս Քոսի աղբյուրը շատերի համար պարզապես փրկություն է։ Այստեղ մարդիկ գալիս են բուժվելու տարբեր մարդկային հիվանդությունների դեմ եւ հատկապես Քոսի։ Այն շատ օգտակար է։ Քոսի աղբյուրից Զոնտիկ հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Վլադիմիրը պատմում է, որ ժամանակին այստեղ նույնիսկ տներ են եղել ու մարդիկ են ապրել։ Այստեղ հաց են ուտում, էսի էլի ջրաղացատին, այնտեղ խորովածն էին անում, հիմնականում այսպես հետաքրքիր նախշինություն, որը ընդհանրապես ոչ մի մետաղ չի օգտագործվում մեջը։ Ի վերջո այն ժամանակ, երբ մոտ էինք Զոնտիկ հասնելու, պարզվեց, որ գեղատեսիլ վայրը տանող ճանապարհը փակ է։ Հիմա մենք պետք է կոշիկները հանենք, ամեն ինչ ճիշտ տեսակ է դա, որ սենց անցնենք այսից։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները վերջապես հասանք։ Զոնտիկն է իր ողջ հմայքով։ Վլադիմիրի համար սա կրկնակի տոն է։ Այստեղ նա եղել էր 1 տարի առաջ սիրած աղջկա հետ։ Վախտին եկել ենք, հատուկ իջել ենք, ուրեմն այս ցույց եմ տվել այս կիրճը, ինքը Շուշիից չի, ուրիշ տեղից է։ Հատուկ վերել եմ, ցույց եմ տվել, մի անգամ ենք եկել, շատ գոհ մնացել։ Իմ երազանքը այն է, որ ամեն մի տարի գոնե մի անգամ այս հրաշք տեղը գտնվեմ։ Ամենից կարևորը այն է, որ երիտասարդությունը ավելի ակտիվ լինի, ցանկացած բնագավառից, թե արվեստի, թե հիմնականում այդ է, որ ակտիվություն, ավելի ակտիվություն մտնի։ Շուշիի երիտասարդության երազանքներն են լինել կառուցողական երիտասարդական առումով եւ ամենակարևորը երասկոտ կառուցեն Շուշին, լինեն ամենալավ երիտասարդները։
կյանքում երանի է Բաշխել կյանքս քեզ Ղարաբաղ Կյանքում երանի է Բաշխել կյանքս քեզ Ղարաբաղ Սիրուս այգեստանն է Սիրտն է սարերի Հայապաստանն է Սիրտն ես հայերի Քո անունն է շուրթերիս Քո գարունն է այտերիս Կանչում ես ինձ սարերից Կանչում ես ինձ